Կասկադի բարձունքից արարատը չի երևում արդեն 20 օր, և պատճառը ոչ թե մառախուղն է, այլ երևանյան սմոգը։ Վերջին օրերին օդի աղտոտվածությունը Երևանում դարձել է աղետալի։ Սա խոստովանում է արդեն քաղաքապետ Ավինյանը։ Նրա այդ հայտարարության օրը միջազգային Air Quality Index-ը օդի որակի չափանիշը արձանագրվել էր Երևանում 443 միավոր, ինչը խիստ վտանգավոր է կյանքի համար։ Նշենք, որ միջազգային նորման 50 միավոր է։ Հիմա տեսեք թվերով. նոյեմբերի 22-ին 203, նոյեմբերի 23-ին 331, որոշ շրջաններում 389, նոյեմբերի 24 278 միավոր, Ավանում 491։ Երևանի առանձին օրերի օդի աղտոտվածությունը 43 անգամ բարձր էր այս շաբաթ միջազգային նորմաներից։ Կեղտոտութը փոխանցվում է նաև ջրին և սննդին, թունավորելով մեր երեխաներին։ Սա համազգային աղետ է։ Սա քաղցկեղի հիմնական պատճառն է, որի թվով Հայաստանը արդեն աշխարհի առաջատարն է, նկատի առնելով մեր ազգաբնակչության փոքր չափը։ Եվ պատճառը մենք բոլորս գիտենք։ Միայն 3 վերջին տարիների ընթացքում քաղաքապետ Ավինյանը 300 բարձրարկ տների շինթույլտվություն է փոխանցել, վաճառել։ Դուք սպանում եք Երևանը, դուք սպանում եք հայությունը, տիկնայք և պարոնայք, դուք գողանում եք օդը։ Երևանում շնչելը վնասակար է առողջության համար։